պարոն Նիկոյան, Անդրանիկ Մարգարյանի ծննդյան օրը, եթե հետ հայաց անենք, Մարգարյանի երազած հայրենիքը երբ ունենանք։ Գիտեք, երբ Անդրանիկ Մարգարյանը կար կամ նոր էր մահացել, դրանից հետո մեզ թվում էր, որ բավականին մոտ ենք։ Հիմա ընդամենը կասեմ, որ մենք հեռանում ենք եւ ամեն օր ենք հեռանում, ցավալորեն ենք հեռանում եւ եթե Անդրանիկ Մարգարյանը իր ընկերները պայքարում էին այս ուղղությամբ, հիմա տևական ժամանակը ամբողջ գործերը գնում են դրա հակառակ ուղղությամբ, այսինքն որը բերելու է մեր անկախության եւ պետականության կորստին ցավոք սրտի թշնամու գրկում, ցավոք սրտի, դա այդպես է։ Պարոն Նիկոյան, ինչ կհիշեք Մարգարյանից, խորհուրդ, հորդոր, երազանք, մաղթանք, որ այս օրերի համար արդիական են։ Գիտեք, իր մոտ հայ ազգի մեջ ինքը թշնամիներ չէր տեսնում, չուներ թշնամի եւ աշխատում էր այնպես անել, որ այդ ժամանակահատվածում քաղաքական տարբեր ճամբարներում գտնվող մարդկանց մոտ հաշտեցնող գործոն ինքը լիներ եւ ստացվում էր, որովհետեւ այն ժամանակ ըստ էության ինչ էր կատարում, բոլորը ազգային մարդիկ էին, բոլորը ուզում էին ազգային պետություն, բոլորը ուզում էին հզոր Հայաստան, մոտեցումներ տարբեր եւ այդ առումով ասենք կար որոշակի հագաստներ, բայց ոչ ճշնամանք։ Եվ Անդրանիկ Մարգարյանը ուզում էր, որ դա հարթեցներ եւ այդ առումով իր գործունեությունը ստացվում էր, ինքը մերանի դեր էր կատարում ընդդիմության եւ իշխանության միջեւ։ Ինքը շատ լավ բարեկամներ ուներ, ընկերներ ուներ ընդդիմության դաշտում, որոնց հետ շփվում էր լինելով Հայաստան Հանրապետության վարչապետ։ Դուք տեսնում եք, դա վերացել է Հայաստանի քաղաքական դաշտում։ Այլևս ընդդիմություն իշխանություն թշնամիներ են։ Իշխանությունը չի զիջում, իշխանությունը չի ուզում որևիցե մեկի հետ հանդուրժողական վարքագիծ դրսի, որի այդպիսի բան չկա, նույնիսկ պարլամենտում մենք միասին հաց ենք ուտում, միասին բոլոր առիթներին այցելում ենք ընդդիմություն, դե իշխանություն, միմյանց այդպես էր, հիմա կա, ոչ, հիմա թշնամանք է ու թշնամանք է, որտեվ ՔՊ-ին այդպես է, իրանց ծնունդ է, իրանց գենն է այդպես է, որ Հայաստանում տեսնել թշնամիներ, հայ ազգին տեսնել իրենց թշնամի։